Մենք շարունակում ենք սիրելիներ եւ անդադար ասում ենք, որ այո, ժամանակը շատ արագ է թռչում, դա մի բան ես ուզում եմ պատկերացնել, որ մենք արդեն համարվենք տարեց սերունդ, մեր երիտասարդները էլ ինչ։ Մենք արդեն համարվում ենք տարեց սերունդ։ Գուցե արդեն վստահես։ Ես դեռ ժամանակն այնքան արագ է անցնում, որ կարծում եմ արդեն այո։ Եվ համենայնդեպս թվային այս դարաշրջանում, որտեղ թվում է մեզ, թե ամեն ինչ բոլորս գիտենք, բայց այդպես չէ, ամեն վայրկյան ստեղծվում են նորություններ եւ սրանք հատկապես կարեւոր են դառնալու մեծահասակների համար, նրանց նույնպես ներգրավելու այս աշխարհ, այս ոլորտ։ Թվային գրագիտության դասընթացներ տարեցների համար, առաքումներ, տաքսի, հեռախոսային հավելվածներ եւ իհարկե արհեստական բանականություն։ Մեր հյուրի հետ հասկանալու ենք, թե ինչպես ենք զուգորդելու այս երկու կարևոր մարդկանց եւ ուղղությունը։ Այո, իսկ մեր հյուրն է ինտերնետ հանրություն հասարակական կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինե Հակոբյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ուրախ ենք ձեզ նորից ողջունելու մեր տաղավարում հետաքրքիր թեմայով։ Ես երբ ծանոթանում եմ երեք թեմային, հիշեցի մեր գործընկերոջը Շողիկին, որը շատ հաճախ պատրաստում է հետաքրքիր տեսանյութեր մեր մեծերի մասին եւ նա մի անգամ պատմում էր, որ իրականում հենց մեր մեծերը տարատեսակ մեր գյուղերում եւ Հայաստանի մարզերում, որոնց նա այցելում է, շատ հաճախ նրան անգամ տեսազանգով զանգահարում են, հարցնում են ինչպես է նաեւ այդպես շփվում են on-line, բավականին ակտիվ, անգամ սոցիալական հարթակներով, եւ սա կարծում եմ ապացուցում է, որ մեր մեծերը բավականին այսպես արհեստավարժ օգտվում են փաստորեն բոլոր նոր տեխնոլոգիաներից։ Դուք ինչ կասեք։ Իրականում ծրագիրը հենց դրա համար էլ ոնց որ գծել էինք, որ տարեցները, իհարկե իրենք չեն սիրում, որ իրենց տարենց են անվանում, այսինքն ավելի շատ ավագ սերունդի ներկայացուցիչները կարողանան թվային տեխնոլոգիաներին ինտեգրվեն, հաշվի առնելով, որ իրենք արդեն չեն աշխատում եւ աշխատատեղում դրա պարտադիր պայմանը չկա եւ կարիքը չկա, որ օգտագործեն թվային տեխնոլոգիաները։ Մենք հասկացանք, որ շատ կարեւոր հատված բաց է մնում եւ իրենք ինտեգրված չեն այդ նորարարություններին եւ թվային ոնց որ տրանսֆորմացիային, հա։ Եվ փորձեցինք տենց ստեղծել ծրագիր, որը որ պետք է իրենց շատ օգնության գա եւ ստեղծի պայմաններ, որտեղ որ իրենք շատ հանգիստ կերպով այդ ամեն ինչը կընկալեն եւ կփորձեն իրագործել իրենց կյանքում։ Իդեպ առաջի անգամ չենք անում այս ծրագիրը, սա արդեն երկրորդ մեր փորձն էր եւ հասկացանք, որ շատ ճիշտ թիրախ ենք ընտրել, որովհետեւ նորից եմ ասում, երիտասարդ սերունդը ինքնին արդեն հակված է այդ ծրագրերը ինքնուրույն սովորելու, օգտագործելու եւ շատ հեշտ է այդ ամեն ինչը իրականացնում, իսկ ավագ սերունդի մոտ մի փոքր խնդիրներ են առաջանում։ Եվ ծրագրի բովանդակությունը եկել էր հենց այդ ամեն ինչը օգնելու իրենց արագ կիրառելու իրենց կյանքում։ Տիկին Հակոբյան, այստեղ բայց հարց է առաջանում, այս ծրագիրը հստակ միտում ունի պարզապես տարեցների, այդպես անվանենք, ավագ սերունդի ներկայացուցիչների կյանքի որակը եւ ապրելակերպը ավելի որակյալ դարձնելու համար, թե նաեւ ինչ որ աշխատանք, ինչ որ գործ, ինչ որ կարիերա նաև սկսելու տարբերակներից մեկը կարող է հանդիսանալ։ Գուցե նրանք դա չեն գիտակցում, բայց գուցե այս միտումը կա նույնպես։ Դուք կանխատեսեցիք այն ինչ որ ես պետք է ասեի, որովհետև ծրագրի ընթացքում բավականին լայն դասընթացներ ունեին, լայնի նկատի ունեն բովանդակային, սկսված կիբերանվտանգությունից, ինչպես դուք նշեցիք, արհեստական բանականությունից, բոլոր այն վտանգներից, ինչ որ իրենց կարող է հանդիպել համացանցում։ Մենք բոլորս է գիտենք, որ թվային տեխնոլոգիաները ստեղծվել են դրա համար, որ կյանքը հետզհետե տեղափոխվում է համացանց եւ դրանից խուսափել հնարավոր չէ։ Եվ ի վերջո այս ծրագրի ընթացքում ստեղծվում է կապ իրենց միջև եւ պատկերացրեք, որ այս վերջի ծրագրից հետո մտքեր են առաջացել նաեւ իրենց այն ինչ որ իրենք կարող են արտադրել, նաև համացանցում սպառելու մասին։ Այսինքն նաև իրենց համար այդ ոնց ասեմ, հնարավորություններն են ակնհայտ դառել ծրագրի միջոցով։ Իդեպ ծրագիրը իրականացնում ենք ոչ միայն մենք, այլ մեր գործընկերոջ հետ, ինֆորմացիա ազատության կենտրոնի հետ եւ գիզի ֆինանսավորմամբ, բայդազոտ տենց մի փոքր ուղղակի ծրագրի մասին։ Հիմնականում մեկ ամիս է տևել դասընթացը եւ շատ ինտենսիվ, շաբաթական 3 անգամ մասնակցել են դասընթացներին, տարբեր տարիքային, այսինքն երբ որ մենք ասում ենք ավագ սերունդ, այդտեղ էլ բավականին լայն, այո, հա, տարիքային տարբերություններ կային։ Մի խնդիր էինք մենք տեսնում ընդհանրապես, որ ներգրաված են հիմնական միգական սեռի ներկայացուցիչները։ Արական սեռի ներկայացուցիչները մի փոքր ավելի հապաղում են ծրագրին մասնակցելու, ինչով եւ կուզենամ նաեւ կոչ անել, որ շատ ավելի ակտիվ լինեն, որովհետեւ մենք շարունակական ենք պահելու այս ծրագիրը, տեսնելով որ բավականին մեծ արձագանք ունի եւ պահանջարկ նաեւ,
որոշեցինք, որ շարունակական բնույթ պետք է կրի ծրագիրը։ Ուզում եմ նաև արդից օգտվելով խոսենք մեդիագրագիտության մասին, երբ խոսքը վերաբերում է մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, քանի որ այս վերջին շրջանում մասնավորապես իհարկե սա միշտ է եղել եւ ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներն են այս խնդրին բախվում, բայց վերջերս համացանցում շատ են տարածում այն տեղեկությունները, որ կան իհարկե մի շարք ոչ այդքան պատշաճ կերպով վարվող անձինք, որոնք զանգահարում են ավագ սերնդի ներկայացուցիչներին, ներկայանում են որպես օրինակ որևէ բանկի աշխատակից կամ նախարարության աշխատակից եւ փորձում են իրենց այսպես խաբեության միջոցով իրենց ֆինանսական միջոցներ կորզել հենց համացանցում գործող հավելվածների միջոցով։ Արդյոք այն մարդիկ, որոնք մասնակցել են ձեր ծրագրին, երբևէ բախվել են այս խնդրին կամ արդյոք այս խնդրից խուսափելու մեթոդները եւս քննարկվել են դասընթացի ժամանակ, որովհետեւ կարծես թե այդ տենդենսը շատանում է գնալով վերջերս։ Միանշանակ կիբեռանվտանգության դասընթաց են ունեցել, այսինքն դասաժամեր են ունեցել մի քանի, որտեղ որ քննարկվել են ինչպես կարելի է այդ ամենից խուսափել եւ չդառնալ զոհ, եւ իհարկե տեղեկատվության ճիշտ աղբյուրներից օգտվելու, այն ծառայեցնելու ձեր օգտին եւ փորձել չդառնալ խաբեության զոհ։ Այսօր ճիշտ եք շատ բավականին տարածված է այդ գործընթացը եւ բոլորս էլ տեղյակ ենք, թե ինչ արագությամբ է այդ հանցագործությունների քանակը աճում եւ զոհերի քանակը նույնպես։ Այդ իսկ պատճառով ծրագրի մեջ հենց ներառված են եղել այդ տեղեկությունը նույնպես եւ փորձել են տարեցներին սովորեցնել ինչպես կարելի է այդ ամենից զերծ մնալ։ Նաեւ եղել է, գիտեք ինչ ծրագրի մեջ, ինչպես օրը կազմակերպել, որտեղ ես դա շատ եմ կարևորում, այսինքն օգտվել գործիքակազմից, որը որ կփորձի իրենց օրը ավելի կազմակերպված դասավորել, չմոռանալ ոչինչ, անգամ իրենց դեղերի հետ կապված, իրենց այցելությունների, օգտվելով համացանցում խանութներից, ինչու՞ չէ, իրենց առօրյա առևտուրը անելու, օգտվելու տրանսպորտից, տրանսպորտային հավելվածից, տաքսիներից եւ իհարկե այն ամենը, ինչը որ կարող է ամբողջացնել իրենց թվային գիտելիքների pašարը։ Շատ լավ, դասընթացը տևում է 1 ամիս։ Ինչպես արդեն ավարտել ենք, այո, 1 ամիս։ Արդեն ավարտել եք, բայց 2026-ին կրկին կունենանք դասընթաց, որը տևում է 1 ամիս։ Որոշակի նախապատրաստական աշխատանքներ տարվում են, թե ոչ, եւ եթե տարվում են, ապա ինչպես են մասնակիցները իմանում դրա մասին, որպեսզի ավելի նպատակային լինի այդ կարճատև 1 ամսյա դասընթացը։ Չգիտեմ, գուցե որոշակի չափով լեզվի իմացություն կամ տիրապետելու, հա, այն գործիքին, որի հետ նրանք պիտի աշխատեն, ինչ նախապատրաստական փուլեր են անցնում մինչ բուն դասընթացը, եթե իհարկե կան դրանք։ Տարեցների հետ կապը մեր գործընկերների միջոցով է հիմնականում լինում։ Իհարկե ես կուզենայի տեղեկացնել նաև, որ մեր կայքերի եւ սոցիալական էջերի միջոցով էլ ինտերնետ հանրության կարող են մեզ դիմել եւ մենք հավաքագրումը կիրականացնենք եւ հենց այն թիրախային մարդկանց, ովքեր որ հետաքրքրված են, կկազմակերպենք հաջորդ մեր դասընթացը։ Իսկ ինչ վերաբերվում է ինչպես ենք հասկանում, ինչ գիտելիքների պահանջ իրենք ունեն, սկզբնական թեստ են անցնում, այսինքն դասընթացը սկսելուց առաջ, օրինակ այս անգամ բջջային հավելվածների եւ բջջային հեռախոսի վրա կենտրոնացած դասընթաց էր, բայց պլանավորում ենք նաեւ համակարգչային դասընթաց իրականացնել, որովհետեւ շատերը իրենցից նաեւ տանից են աշխատում եւ խնդրեցին, որ եթե հնարավոր է նաեւ համակարգչային գիտելիքների pašար իրենց հարստացնել։ Հրաշալի նախաձեռնություն է իսկապես Տիկին Հակոբյան, մենք եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ձեզ կատարած կարևոր աշխատանքի համար։ Ես վստահ եմ, որ գալիք տարի 2026-ին դեռ առիթ կունենանք այս տաղավարում հանդիպել եւ խոսելու ոչ միայն այս, այլև բոլոր այն նախագծերի մասին, որոնք դուք իրականացնում եք ձեր գործընկերների հետ միասին։ Շնորհակալ ենք ձեզ։ Մենք նույնպես շատ շնորհակալ ենք։ Եվ այո, շատ ուրախ ենք, որ մի ամբողջ տարվա ընթացքում կապ չունի իհարկե տարիքը, կապ չունի տարիքային խումբը, բայց մարդիկ միտում ունեն կարևոր կրթական մակարդակը միշտ բարձր պահելու համար։ Ձեզ լավ տարի, ուրախ տոներ, ժպտացեք, առողջ եղեք ու միացեք մեզ կարևոր նախաձեռնություններով, շարունակեք մնալ մեզ հետ, մենք շարժվում ենք առաջ։